Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանում տեղի ունեցավ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի մամլո ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպումը մեկնարկեց տերունական աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր Ասուլիսին նախորդել էին Արշակ Սրբազանին վերագրվող անձնական բնույթի տեսանյութերի տարածումը համացանցում, մի քանի եպիսկոպոսի հրապարակային հայտարարությունը, որոշ պատարակների ժամանակ հայոց հայրապետի անունը չհիշատակելը։ Ինձ ուղված հեռանալու պահանջը, իմ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին։ Ուրեմն տեսեք, քանի որ դա տեսագրությունների հետ ուղղակիորեն առնչված է, ես ձեզ ասեմ։ Ուրեմն ես ձեզ 4 հանգամանք կարող եմ նշել, տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացականորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրությունը, անտեր ինչ-որ առարկա է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, այո, սա արել ենք, սա իրական է եւ այլ եւ այլ։ Երկրորդը, չկա այս գործով որևէ անձ, որը որ ասի, այո, դա այդպես է։ Ամենայն դեպս շոշափվող անձանց շրջանակի մեջ։ Այնտեղ շոշափվում է իմ անձը եւ իմ ընտանիքի անդամների անունները։ Չկա անձ, որը որ հաստատի, որ դա այդպես է։ Երրորդը, որ ավելի հիմնավոր փաստարկ է։ Ուրեմն դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում։ Եվ գիտեք, որ հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ չէ, եւ ես էլ համոզված էինք, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ քննադատության, որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Ուրեմն հետևաբար այս երևույթը ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, քաղաքական ենթատեքստ։ Չորրորդը, որ կրկին այս իմ երրորդ ասացի շարունակությունն է։ Ուրեմն քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի իրազեկվածի հաղորդման հիման վրա եւ քննչական կոմիտեում քննվել է, ես հրավիրվել եմ հարցազրույցի։ Ես հանդիպման։ Ուրեմն երբ որ ես հանդիպեցի այնտեղ, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չի բացահայտել եւ այլն, եւ դուք պետք է պարտավորված լինեք այդ նախաքննության գաղտնիքները չբացահայտել։ Ես ասացի շատ լավ։ Իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ինձ, թե նաեւ ձեզ։ Ուրեմն պարզվեց, այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Բայց հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել 3-րդ, 4-րդ անձանց ձեռքը։ Իհարկե ես դրանից էլ չեմ նեղսրտում, ոչ էլ դրանից էլ որևէ երկյուղ ունեմ։ Ուրեմն մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, եւ մեկ օրվա մեջ փորձաքննության արդյունքները փոխանցվում է այդ քննության հետ կապ չունեցող անձին։ Փորձաքննությունը նշանակվել է քննչական կոմիտեի կողմից եւ փոխանցվել է մեր եպիսկոպոսներից մեկին։ Ենթադրաբար ես այդպես գիտեմ, որովհետեւ այդ փորձաքննության արդյունքը համենայն դեպս հրապարակվեց, որ մեր եպիսկոպոսներից մեկին։ Ընթացակարգերով հետևյալն է. Երբ որ փորձաքննություն ես ուզում օբյեկտիվ պատրաստել, պետք է ներգրավել այն անձին, ով ներգրաված է այդ հարցում։ Գետ մենք հնարավորություն պիտի ունենայինք հարցադրումները կազմությանը ինքներս մասնակցել, բացարձակապես նման երևույթ չի եղել։ Երկրորդը, եթե անգամ փորձաքննություն ա լինում, Արսենը շատ լավ նշել էր, փորձաքննություններ են եղել, որոնք տևել են 8 ամիս։ Եվ մեկ օրում հանկարծ պարզվում է, որ այդ անձը, որը որ պատկերված է տեսագրության մեջ, իբրև թե ես եմ։ Այնինչ ես իրենց միանշանակ հայտարարել եմ, սիրելիներս, այս գործը եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով,
այլ իմ նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Ինչ վերաբերում է մեր եկեղեցականներին, ովքեր հայտարարություններ են արել, արդյոք նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ։ Անկեղծ ասած, ես չգիտեմ։ Բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելը ուղղակի դավաճանություն է։ Իսկ կանոնական լեզվով ասած, դա նաև հերձված է։ Հերձվածողության դասական օրինակ։ Մեզ երբեմն թվում է, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է։ Բայց դա միայն առաջին հայացքից, դա ընդամենը պատարագի ինչ-որ հատվածի զեղչում չէ։ Դա ժխտումն է նվիրապետական կարգի, դա ժխտումն է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության, դա նշանակում է դու եկեղեցու պատկանելությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում։ Գիտեք, կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելու է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել եպիսկոպոսներ, 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Եվ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որի ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ, եւ կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսը ունի եկեղեցու եւ եկեղեցուն պատկանելության բարձր, չափազանց բարձր գիտակցություն։ Դացե ժամանակաբաշխարելով եւ գործելով Փարիզ, ուղեսը եւ Զարաչեգագյանը ծեր շնորհոք Սուրբ Հոգվույն, հզորն եւ ողորմածն եւ նմափակ Հավիդյանս, ամեն։ Նոյեմբերի 28-ին հայոց առաջին լուսավորիչների Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում Մայր տաճարում կատարվեց նախատոնակ, որի ընթացքում դուրս բերվեցին Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը տարիներ առաջ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի սրբատար կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Տոնի արդիվ ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ միացնայեջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչներ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Տեր Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ եւ բազմաթիվ ուխտավորներ։ Եկեղեցական թափորը Մայր տաճար ուղեկցեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, որի ձեռքում Աստվածամուխ Սուրբ Գեղարդներ։ Պատարագիչ Սրբազան հայրը քարոզում անդրադառնալով հայոց առաջին լուսավորիչների տոնի խորհրդին ընդգծեց. առաքյալները Հայաստան չեկան զորքով, չեկան քաղաքական ծրագրերով, չեկան ազգային փառքի խոստումներով։ Նրանք եկան Հիսուս Քրիստոսի եւ նրա թագավորության հույսով ու սիրով, եւ այդ ավետարանը ծնեց առաջին քրիստոնյա ազգը։ Սա մեր իրական գանձն է, սա մեր ժառանգությունն է եւ սա է Հայաստանի հոգին։ Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին Դանիել եպիսկոպոսն ընդգծեց, որ դարերի ընթացքում հայ ժողովուրդը պահել է իր ինքնությունն ու պահպանել Սուրբ եկեղեցին ոչ թե ուժով, այլ միասնական պայքարով ու հավատքով։
Դանիել եպիսկոպոսը հորդորեց ներկաներին ապաշխարել, քննել իրենց սրտերը, մերժել բաժանման թույնը եւ միմյանց վերաբերվել իբրև Հիսուս Քրիստոսի մարմնի անդամների։ Մենք բահել ենք միմյանց անաբադներից մինչև աքսորներ, մինչև ցեղասպանություն, մինչև լուր հալածանքներ։ Մենք չենք ապրել, որովհետև ուժեղ ենք, այլ որովհետև մեկ մարմին ենք, մեկ եկեղեցի, մեկ աղոթք, մեկ դեսիլք, մեկ հույս, խաչյալ եւ հարություն արած Քրիստոսում։ Մեր առաքյալներն այսօր հիշեցնում են մեզ, որ երկրի հույսը քաղաքական հաղթանակներ չեն, այլ հոգևոր հարություն, ինչպես նաև գարեկցությամբ ադելությունը հաղթելը և սրբությամբ ապրելը և հավատարիմ մնալ այն միագին, ով շնորհում է մեզ կյանք, հույս և հավիտենականություն։ Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա զազգսայոց եկեղեցիս Հայաստանի այց, ընթովանյավ սուրբ և պատվական խաչիվտքոյի խաղաղության, Սուրբ պատարագի ավարտին հայոց հովվապետը պահպանիչ աղոթքով եւ հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։ Սրբազան արարողությունն ավարտվեց հայրապետական մաղթերքով։ և Տեր Հիսուս եղիցին ձեզ ընդամենեսյան, ամեն։ Հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց համբուրելու համաքրիստոնեական սրբությունը, հաղորդակցվելու դրանից բխող զորությանը։ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը մայրտաճարում մնաց մինչև երեկոյան ժամերգության ավարտը։ Նոյեմբերի 30-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում գործնական աստվածաբանության հոսքի 2 ուսանող մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեց։ Քննող հանձնախումբը նախագահում էր փիլիսոփայական գիտությունների թեկնածու դոցենտ Պարքև Բարսեղյանը։ Պաշտպանությանը ներկա էին թեզերի գիտական ղեկավարները, ընդդիմախոսները, ճեմարանի ուսանողներ։ 6-ամյա ուսումնառության ավարտին Նարեկ եւ Դավիթ Սարգսակները ներկայացրին իրենց գիտական ուսումնասիրությունները։ Նարեկ Սարգսակ-Թեմուրյանի հայ եկեղեցու քրիստոսաբանական միտքը 8-ից 9-րդ դարերում վերնագրով մագիստրոսական աշխատանքն ամփոփում է տվյալ ժամանակաշրջանի մեծանուն հայրերի գործերը։ Ավարտաճառի վրա Սարգսակը սկսել է աշխատել 5-րդ կուրսից։ Եկեղեցագիտական ուսումնասիրությունների տեսանկյունից արդիական թեմա է ընտրել։ Նա անդրադարձել է հայ եկեղեցու համար խռովահույս ժամանակահատվածներից մեկին, 8-ից 9-րդ դարերին, երբ ակտիվ փուլ էր մտել քաղկեդոնական ոչ քաղկեդոնական եկեղեցիների դավանաբանական պայքարը։ Իր աշխատությամբ Նարեկ Սարգսակը փորձել է ցույց տալ, որ հայ եկեղեցու երախտավորները, ինչպիսիք էին օրինակ Հովհան Օձնեցին, կարողացել են բարձրարժեք աշխատանքների միջոցով հիմնավորել, փաստել եւ ամբողջական տեսքի բերել հայոց եկեղեցու քրիստոսաբանությունն ու ուղղադավան ուսմունքը։ Փորձում ենք աշխատանքով ցույց տալ, որ տվյալ ժամանակաշրջանի հայրերը, ինչքան էլ որ քաղաքական ճնշումներ եղել են, նրանք ցույց են տվել, որ հավատարիմ են մնում ուղղափառ եկեղեցու դավանությանը եւ անխախտ կերպով պահում են առաքյալներից փոխանցված հավատքը եւ քրիստոսաբանության վերաբերյալ բոլոր այն կարեւոր մտքերը, որոնք արտահայտվել են 5-րդ դարում ուղղափառ եկեղեցու կողմից, կարծես բյուրեղացվում եւ ամփոփվում է 8-րդ դարի մեծանուն հայրերի կողմից եւ մասնավորապես Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի, որը տվյալ ժամանակաշրջանի հայրապետն էր, Խոսրովիկ թարգմանչի, Հովհաննես Մռութի, Ստեփանոս Սյունեցու աշխատություններում մենք տեսնում ենք, որ նրանք ամփոփում են ու բյուրեղացնում են ժամանակաշրջանը։ Դավիթ Սարգսակ-Սերգեյենկոն ծնվել է Սոչի քաղաքում, պատանեկան տարիներից սպասավորել է տեղի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում։
իսկ 2019 թվականին ընդունվել է Գևորգյան ճեմարան։ Դավիթն իր ծառայությունը շարունակելու է Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ հրատարակչական բաժնում է սպասավորում։ Սարկավագները որպես կանոն իրենց ցանկությամբ եւ գիտական ղեկավարների առաջարկությամբ են ավարտաճառի թեմաները որոշում։ Դավիթ Սարկավագի ընտրած թեման պայմանավորված է իր ծառայության վայրի հետ։ Ռուս ուղղափառ եկեղեցու սոցիալական հայեցակարգի հիմունքներին է անդրադարձել Դավիթը, որն ըստ քննող հանձնախմբի առաջին անգամ է մանրամասն ուսումնասիրության առարկա դառնում։ Այսօրվա սոցիալական բազում հարցերի լուծման հիմքում դրված է քրիստոնեական ողորմածությունը, գտասրտությունը եւ այլ աստվածաբանական ըմբռնում։ Թեմայի նպատակն էր ուսումնասիրել ռուս ուղղափառ եկեղեցու սոցիալական հիմնական ասպեկտները, անդրադառնալով աստվածաբանական, մարտաբանական հիմքերի ասպեկտների վրա, հասնելով մինչև գործնական կիրառում։ Սարկավագն անդրադարձել է եկեղեցու սոցիալական ծառայության հիմնական սկզբունքներին, համեմատական վերլուծություն է կատարել հռոմեակաթոլիկ եւ ռուս ուղղափառ եկեղեցիների սոցիալական հայեցակարգերի միջև։ Ըստ հանձնախմբի նախագահի, մեր եկեղեցու սոցիալական ոլորտի աշխատակիցների համար ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել։ Այսօր ունեցանք երկու հաջողված մագիստրոսական թեզերի պաշտպանություն, սարկավագները բավականին մեծ աշխատանք են կատարել, խորամուխ են եղել իրենց ընտրած թեմաների հետազոտությունների, ուսումնասիրությունների և սկզբնաղբյուրների մեջ, կարողացել են համակարգված տարբերակով ներկայացնել իրենց աշխատանքը ինչպես որ կարգն է, ինչպես որ մագիստրոսական թեզերի պահանջներն են ըստ էության, և կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իդեմս Գևորգյան հոգևոր ճեմարանի կարողացավ հերթական հունձքը քաղել։ Սարկավագները հաջողությամբ պաշտպանեցին մագիստրոսական ավարտաճառերը։ Նրանց ուսումնասիրությունները ընդունված կարգի համաձայն կզետեղվեն Մատենադարանի եւ Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարաններում։ Աշխատություններից կարող են օգտվել թե աշխարհականները, թե եկեղեցու սպասավորները։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հրատարակած «Սիրո պատմություններն Աստվածաշնչում» գրքին ծանոթանալու, քրիստոնեական եւ ամուսնական սիրո մասին զրուցելու նպատակով Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը հանդիպել էր երիտասարդների հետ։ Գիրքը թարգմանություն է գերմաներենից, այն բոլորի, բայց առավելապես երիտասարդ զույգերի կամ ընտանիք կազմել ցանկացողների ընթերցանության համար է։ Սերը հավասարը զորողության, սերը հավասարը նվիրումի ջանք գործադրելու հանուն նրա անդրադուսինից։ Նույն ձևով, երբ որ մենք խոսում ենք Աստծո սիրո մասին, որ Աստված մարդկանց սիրեց, Հովհաննեսի ավետարանի տողերն ենք հիշում, որ Աստված այնքան սիրեց մարդկանց, մարդկությանը, որ նույնիսկ իր միածին որդուն տվեց այդ նույն մարդկության փրկության համար։ Սուրբ գրային տարբեր պատմությունների օրինակով գրքում ներկայացված են հաջողված եւ ձախողված սիրո պատմություններ։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ երիտասարդ զույգեր, ամուսիններ։ Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է մեր հոգևոր գիտելիքները զարգացնելու եւ անմիջական շփում հաստատելու հոգեվորականների հետ, ինչը հայ առաքելական եկեղեցում գտնվող երիտասարդների համար կարևոր հարց է։ Եկել եմ կնոջս հետ։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր թեմա է։ Վերաբերում է ընտանիքի սիրուն, ջերմությանը։ Եվ գլխավոր նպատակս, որ այսօր այս հանդիպման շրջանակում բացահայտեմ ընտանիքում սերմանելու սեր, թե ինչպես են ընտանիքում սեր սերմանում այդ մեթոդը, հնարավորությունը եւ միջոցը։ Մենք նշանված ենք ու եկող ամիս ամուսնանալու ենք։ Գնացել ենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցում պսակադրությունը այնտեղ ենք նշանակել, որ հենց Տեր Մարկոսը լինի մեծ պսակադրող քահանան, որ նաեւ հասկանանք պսակադրության խորհուրդը առհասարակ։ Երիտասարդների եւ առհասարակ տարբեր խմբերի հետ հանդիպման եւ Սուրբ Գիրքն ուսուցանելու առիթներ Տեր Հայրը հաճախ է ունենում։ Անկեղծորեն ասում է, որ երբեմն հատկապես սիրո մասին խոսելիս ինքն էլ է դժվարանում եւ միշտ փորձում է նոր բանաձևումներ սահմանել դրա համար։ Վերջինս սա է ու բոլորի համար է։ Զույգերին պետք է պարզապես միշտ հիշել, որ իրանք մրցման մեջ չեն։ Միասին են ինչ-որ մրցույթի մասնակցում եւ ոչ թե իրար։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։